Բարև ձեզ։ CVKM-ի եթերում այսօր զրուցելու ենք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ, պարոն Վարդանյան, շնորհակալ եմ հրավերության համար։ Պարոն Վարդանյան, սկսենք Միացյալ Նահանգներ, Եվրոպա, Ուկրաինա իրադարձություններից, որոնք անմիջականորեն կարող են ազդեցություն ունենալ Հայաստանի վրա, որովհետև ինչքան էլ որ մեր խնդիրները ուղղակիորեն կապված չլինեն, բայց ակնհայտ է, որ ազդեցությունները մեր վրա անմիջականորեն զգացվելու են։ Ինչ ունենք այնտեղ, պարոն Վարդանյան, Ուկրաինայի եւ Ռուսաստանի հակամարտությունը ինչ փուլում է, Թրամփը ինչ միջոցներով է փորձում այն կանգնեցնել ու Եվրամիությունը ինչ հետևություններ է անում, որովհետեւ տեսանք, որ 800 միլիարդի կարողությունները զարգացնելու, հա, զինված ուժերի այդ պայմանավորվածությունը կարծես Եվրոպան ձեռք բերեց, բայց ակնհայտ է, որ դա տարիների եկուկուց է, աշխատանք պետք լինի, որովհետեւ հասնեն մինիմալ արդյունքի։ Գիտեք, վերջի շրջանում այնպիսի իրադարձություններ են տեղի ունենում, որոնք մենք միանշանակ կարող ենք գնահատել որպես աննախադեպ։ Իսկ սա նշանակում է, որ վերլուծելու, հասկանալու համար մեր մոդելները, քաղաքագիտական մոդելները, տարատեսակ տեսությունները միգուցե բավարար չեն, միգուցե որոշակի այսպես վերանայումների կարիք կան նաև տեսական բնագավառում, որովհետև հասկանալ, բացատրել մի բան, որը աննախադեպ է եւ անհնարին է եղել նման բան կանխատեսել որևէ տեսության համաձայն օրինակի համար, սա շատ բանի մասին է արդեն խոսում, հա։ Օրինակ կանխատեսելի էր, որ Թրամփը իսկապես փորձելու է ինչ-որ կտրուկ գործողություններ անել եւ փորձել որոշակի այսպես կոմպրոմիսային լուծումների դրդել կողմերին Ուկրաինային եւ Ռուսաստանին։ Սա կանխատեսելի էր։ Բայց որ Եվրոպայում Մեքսիկա, Կանադայի հետ այդպես կվարվի։ Եվ ընդհանրապես եւ Ուկրաինայի հետ որ այդպես կվարվի, որ այդպիսի խոսակցություն կարող է լինել օվալ ուրեմն այդ կաբինետում, հա, անհնարին էր նման բան կանխատեսել։ Հիմա այնուամենայնիվ, տեսեք, փորձում ենք հասկանալ ինչ մոտիվացիա կա, ինչ գործիքակազմ է կիրառվում Միացյալ Նահանգների այսօրվա իշխանությունների կողմից, տարատեսակ խնդիրների վերաբերյալ տարատեսակ լուծումներ գտնելու առումով։ Կոնկրետ այս դեպքում մենք տեսնում ենք հետևյալը, որ Միացյալ Նահանգները ասում է ինձ համար էական չէ միջազգային հարաբերություններում պետությունները ավտորիտար պետություններ են, թե դեմոկրատական պետություններ են։ Ինձ համար էական է հետևյալը։ Հանքերը։ Ես կոնկրետ պետությունների հետ հարաբերվելիս նյութապես ավելի շատ շահում եմ, թե դիմացինն է ավելի շատ շահում։ Եթե ես տեսնում եմ, որ դիմացինն է ավելի շատ շահում, ես ուրեմն վերանայում եմ հարաբերությունները այդ դիմացինի հետ։ Շատ պարզ բիզնեսային մտածողություն։ Եվ այսպես պատահական էլ չի, չէ, որ Թրամփը անընդհատ խոսում է այդ տրանզակցիոն ինչ-որ քաղաքականության հարաբերությունների մասին։ Հիմա իրենք փաստորեն դնում են մի կողմ այն, թե ինչպիսին է աշխարհակարգը, դնում են մի կողմ այն, թե արդյոք այս կամ այն պետությունը կարիք ունի օրինակ իր անվտանգությունը ապահովելու առումով, իր զարգացումը ապահովելու առումով Միացյալ Նահանգների աջակցության։ Նա դնում է մի կողմ այդ հարցը։ Եվ ինքը ասում է Միացյալ Նահանգները իր պատկերացրած, այստեղ շատ կարևոր է հետևյալ ասել, այլ որ մենք ասում ենք, որ ինքը փորձում է Միացյալ Նահանգների շահը առաջ դնել։ Մենք պետք է միանգամից որոշակի այսպես disclaimer, հա, այսինքն բացատրություն տանք։ Իր պատկերացրած շահը ինքը ինչպես է պատկերացնում Միացյալ Նահանգների շահը որն է, որտեղ մենք շատ առումներով կարող է եւ գանք այն եզրակացության, որ Միացյալ Նահանգների շահերից դա չի բխում, չէ, օրինակ։ Կամ կարող են Միացյալ Նահանգների տարատեսակ, չգիտեմ, քաղաքական գործիչներ, վերլուծաբաններ եւ այլն, ասել որ լրիվ հակառակ է սա, լրիվ հակառակ է Միացյալ Նահանգների շահերին։ Դրա համար այնուամենայնիվ այս ուրեմն բացատրությունը կարծում եմ պետք է տալ։ Հիմա ինքը եւ իդեպ միայն ճիշտ չի ուշադրությունը սևեռել Թրամփի անձի վրա, որովհետեւ մենք տեսանք օրինակ իր կոնգրեսում իր այդ
ելույթի ժամանակ, որ հանրապետականների մեծամասնությունը կարծես թե շատ ոգևորված էր իր քաղաքականությամբ, աջակցում էր եւ այլն եւ այլն։ Իհարկե, միգուցե սա ժամանակավոր է, միգուցե, չգիտեմ, ասենք կոնգրեսականների մոտ է այդպիսի ոգևորվածություն, այլ ասենք շարքային անդամների մոտ չկա այդ ոգևորվածությունը, դեռ ժամանակը ցույց կտա, բայց այնուամենայնիվ սա ցույցիչ է, որ բավականին մի մեծ շերտ հասարակությունում, Միացյալ Նահանգների հասարակությունում ներսում, սատարում է այս գիծը, այս փիլիսոփայությունը, այս մոտեցումը։ Եվ իրենք տեսեք ինչ են ասում են մենք այսօր եթե ուզում ենք ինչ-որ կոնֆլիկտ լուծել, իսկ մենք ուզում ենք կոնֆլիկտ լուծել, որովհետև մեզ ձեռնտու չեն կոնֆլիկտները, որովհետև տնտեսապես տուժում ենք։ Մենք ինքներս տնտեսապես տուժում ենք։ Իհարկե նրանք ասում են, որ դուք եք տուժում, մնացածներն են տուժում, մարդիկ մեղք են եւ այլն, հումանիտար, այսինքն նաեւ թեզը առաջ քաշվում, բայց պարզ է նաեւ, որ այստեղ առաջի հերթին իրենք իրենց մասին են, չէ՞, մտածում, հենց թեկուզ եւ ելնելով այն հռետորաբանությունից եւ այն վարքագծից, որոնք Միացյալ Նահանգների իշխանությունները դրսեւորում են իրենց դաշնակիցների հետ հարաբերվելիս։ Եւ տեսեք, ասում են հետեւյալը, եւ այստեղ իհարկե տրամաբանություն կա, եթե այդպես ենք հարցին նայում, որ եթե Միացյալ Նահանգները այսօր խիստ քննադատի օրինակ կոնֆլիկտի կողմերից մեկին, չի կարողանա միջնորդական առաքելություն իրականացնել։ Չի կարողանալու նստեցնել իրենց սեղանի շուրջ, ինչ որ, եւ տեսնում եք, որ մեկին Ուկրաինային լավ էլ կարողանում են Հիմա այո, հիմա հետեւյալն է, այստեղ հետեւյալ հարցն է էլի առաջ գալիս, որ փաստորեն իրենք ինչ են ասում։ Իրենք ասում են, որ եթե կա կոնֆլիկտի մեջ ուժեղ կողմ, որը ընդունակ է դեստրուկցիան շարունակելու, որից է հիմնականում կախված, հա, այսինքն ինչ ընթացք կտանա, այո։ Ինքն է հիմնական ավերածությունները, չէ, այսինքն այսպես ասած պատճառում, այո, եւ բայց սա իրական էլ չէ այդ դեպքում իրենց համար, թե ով է սկսել, հա։ Իրենք ասում են կոնկրետ այս դեպքում, այս պատերազմը այսպիսի ընթացք է տանում եւ Ռուսաստանն է ուժեղ կողմը։ Եւ ինքը ասում է դե այս դեպքում ես եթե ուժեղ կողմին քննադատեմ, բարձր է որ ուժեղ կողմի մոտ մոտիվացիա չի լինի։ Եթե ես քննադատեմ թույլ կողմին, եւ թույլ կողմն էլ ինձնից կախված է շատ առումներով, թույլ կողմի առաջ խաղացումը, թույլ կողմի գործողությունները, թույլ կողմի հնարավոր հաջողությունները կախված է իմ աջակցությունից, այստեղ արդեն կարող եմ նաև իրեն ուրեմն քննադատել։ Ես նաև ինչպես տեսանք ոչ միայն քննադատում է, այլ ըստ էության այսպես դիվանագիտական տարատեսակ չափանիշները դրել էր մի կողմ, չէ, եւ ուղղակիորեն այսպես ճնշում էր բանեցնում Ուկրաինայի նախագահի վրա, հա, եւ այդ պարագայում իրենք մտածում են, որ դրանով իրենք կարող են ազդել ուրեմն այդ թույլ կողմի վարքագծի վրա։ Դա պարզ է, պարոն Վարդանյան, բայց հիմա մենք հաշվի առնելով ոչ միայն Ուկրաինայի հետ ստեղծված իրավիճակը, այլ նաև ընդհանուր իր դաշնակիցներին հետ հարաբերությունները կլինի Կանադան, որի նկատմամբ 25% մաքսատուրք է սահմանում, կլինի Եվրոպական միությունը, որի հետ հակասությունները արդեն ակնհայտ են դառնում։ Այդ իրավիճակում մենք ինչ հանգուցալուծում կունենանք, արդյոք Թրամփը կարծում է, որ հնարավոր է առանց այդ դաշնակիցների, չգիտեմ, պայքարել Չինաստանի դեմ օրինակ։ Ինչպես է պայքարելու Չինաստանի դեմ, եթե չլինի եվրոպական սոլիդարությունը, հա, այդ պայքարին։ Ինքը մտածում է ինչ եմ ես անելու այդ սոլիդարությամբ։ Ինչ հավելյալ արժեք է ինձ դա տալիս։ Միայնակ է պայքարի ասում է ինչ է եվրոպացիները, այսինքն ինչ Չինաստանին ընդունելու են գրկաբաց, այս ամեն ինչից հետո։ Միևնույն է իրենք պայքարելու են։ Միևնույն է իրենց համար ուրեմն Չինաստանի վարքագիծը, չգիտեմ, քաղաքական ռեժիմի տեսակը եւ այլն անընդունելի է, միևնույն է նրանք քննադատելու են, հա, նրան։ Իհարկե, այստեղ կարող ենք ասել, բայց կարող է այդ ամեն ինչը հանգեցնել այնուամենայնիվ նրան, որ եվրոպացիները ստիպված ավելի մեղմ վերաբերմունք ցուցաբերեն օրինակ Չինաստանի հետ։ Տնտեսական պատժամիջոցներին չմիանան, տնտեսական եւ հակառակը ավելի միգուցե խորացնեն իրենց տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ, հա։ Հնարավոր տարբերակներ են սրանք, բայց փաստը այն է, որ Թրամփի վարչախումբը չի մտածում այդպես։ Այսինքն իրենք մտածում են, որ այդպիսի արդյունք դժվար թե կարող է լինել։
Միևնույն է, եվրոպացիները դեմ են խոսալու Չինաստանին, միևնույն է, ասենք, իրենք հարկ եղած պարագայում սատարելու են Միացյալ Նահանգների այս կամ այն քաղաքականությունը Չինաստանի ուղղությամբ եւ այլ պետությունների ուղղությամբ, ասենք Իրանի ուղղությամբ, չգիտեմ, ասենք, հա, նույն Ռուսաստանի ուղղությամբ, հա, այսինքն միևնույն է, այսինքն ինքը մտածում է, որ այդ ամեն ինչը պակաս ռիսկային է, քան այն, ինչը որ այսօր կա։ Իսկ ինքը մտածում է, որ կամ իրենք մտածում են, որ այն ինչը որ այսօր կա, թուլացնում է Միացյալ Նահանգներին եւ անարդար այսպես վերաբերմունք կա Միացյալ Նահանգների նկատմամբ եւ ինքը իր, այսպես ասենք, այդ միսիան առաքելությունը տեսնում է նրանում, որ անի ամեն ինչ, որպեսզի Միացյալ Նահանգները ուժեղանա։ Հիմա այստեղ հարց է ծագում իհարկե, ինչ է նշանակում ուժեղանա։ Սա էլ կա։ Տնտեսությունը ավելի զարգանա, թե ռազմական կարողությունները Ամերիկա-Ֆարսի շրջանակներում պետք է նայենք, այսինքն ներսում ժողովուրդը կենսամակարդակը բարելավի, տնտեսապես հզորանա։ Այո, բայց դա կարծես Թրամփի ճիշտ է, հայտարարված տեսլականը սա է։ Այո։ Հայտարարված տեսլականը սա է, բայց հարցը այստեղ հետևյալն է, բայց այդ գործողությունները արդյոք քանգեցնում են դրան։ Գուցե ինչու ոչ, գուցե հեգեմոն ազդեցությանը վնասի, բայց Թրամփը դա առաջնային չի համարում, ասում է ճիշտ է, ինքը հենց այդպես է մտածում, բայց իմ ասածը հետևյալն է, կա երաշխիք, որ, չէ, նախ կա երաշխիք, որ դա նպաստելու է նրան, որ, չգիտեմ, Միացյալ Նահանգներում աշխատատեղեր են ավելի շատ ստեղծվելու, որ Միացյալ Նահանգներում, ասենք, ինֆլյացիան ցածր մակարդակի է լինելու, օրինակ, աղքատությունը շատ ավելի նվազելու է կամ վերանալու է, մարդկանց կենսամակարդակը բարձրանալու է, եթե հաշվի առնենք, որ օրինակ միգրանտների վրա է քիչ ծախսելու, արտաքին, չգիտեմ, ազդեցությունը տարածելու վրա է քիչ ծախսելու, այո, ուղղելու բնականաբար հաջողություններ կարող ունենալ։ Տեսեք, տեսականորեն, այո, ինքը, այսինքն եթե այսպես կողքից նայում ենք, տեսականորեն հնարավոր դա տարբերակ է, չէ՞, բայց ախր կան տարատեսակ մասնագիտական հետազոտություններ, կան տնտեսագիտության տարատեսակ կանոններ վերջի վերջո, հա, բոլորը օրինակ գիտեն, որ տնտեսագիտության մեջ, չգիտեմ, տարիֆները, ասենք, ազատ շուկային հարվածող բան են։ Տարիֆները չեն կարող նպաստել տնտեսական զարգացմանը ընդհանուր առմամբ, հա, այսպես ասենք, տնտեսական առևտրային հարաբերությունների զարգացմանը, այսինքն հնարավոր է, որ դու դրանով քեզ մեկուսացնես։ Հնարավոր է, որ դու չկարողանաս միայնակ, ասենք, այդ քո ուժերով, քո տնտեսությունը զարգացնես։ Հնարավոր է, որ օրինակ ինֆլյացիա լինի, հնարավոր է ապրանքներ թանկանան, հնարավոր է աշխատատեղեր ոչ թե բացվեն, այլ փակվեն։ Այսօր Միացյալ Նահանգներում այդ դիսկուրսը կա։ Այսօր դեմոկրատները Միացյալ Նահանգների համոզված են, որ այս ամենը բերելու է Ամերիկայի աղքատացմանը, ոչ թե հարստացմանը, նոր խնդիրներ է ստեղծելու, հա։ Բացի այդ, տեսեք, բայց հեգեմոնի դերը հենց այնպես չի, չէ, այսինքն դա ինչ-որ կապրիս չէ, դրա անհրաժեշտությունն է եղել միջազգային ասպարեզում, կարգը, միջազգային կարգն է թելադրել այդպիսի բան, որ եթե դու ժողովրդավարական պետություն ես եւ եթե դու ունես այդպիսի հզոր կարողություններ, համար մեկն ես, ուրեմն դու որոշակի դերակատարություն պետք է ստանձնես միջազգային ասպարեզում, որպեսզի հնարավորինս նաև անվտանգ լինի քո համար, բայց անվտանգ լինի նաև ընդհանուր առմամբ, այսպես ասած, աշխարհում քո նման մտածող մարդկանց ժողովրդավարական պետությունների համար եւ այդ ընդհանուր անվտանգությունը բերում նաև քո անվտանգությանը, որովհետեւ օրինակ այլ տեղերը խառը իրավիճակների բերումով միգրանտներ չեն հոսելու քո երկիր։ Այո, թեկուզ եւ այդ պատճառով կամ ասենք քո հետ տնտեսական հարաբերություններ ունեն։ Հիմա եթե այդ երկրներում տնտեսական վիճակը վատացավ, իրանք արդյոք նույն կերպ կարող են պահպանել քո հետ այդ տնտեսական հարաբերությունները, որից դու պետք է շահես, բայց տեսեք ինքը իսկապես մի քիչ այլ կերպ է մտածում, ինքը ասում է շատ հաճախ այդ օվկիանոսի բանն է, չէ՞, վերում, որ գեղեցիկ օվկիանոս կա, այո։ Պարոն Վարդանյան, այդ դեպքում երբ Թրամփը կարծեք թե հրաժարվում է Ամերիկայի հեգեմոն կամ այդ աստիճան հեգեմոն կարգավիճակից, բնական է, որ սուպտեղը դատարակ չի մնում եւ դա լրացվելու են տարբեր ուժերի կողմից,
մեր տարածաշրջան գալով ինչ կարող է տեղի ունենալ, եթե Ամերիկան էլ ընդհանրապես աշխարհում է թույլատնում իր դիրքերը, ավտորիտար համակարգերը տեսնում են, որ ավտորիտարիզմը այդքան էլ վատ բան չի ու Ամերիկայի նման երկրները չեն պայքարելու դրա դեմ, ինչպեսին կլինի Ադրբեջանի արձագանքները, Ադրբեջանի քայլերը, Ռուսաստանը ինչ նպաստ կունենա, գանք մեր տարածաշրջանն ու մեզ վրա ինչ հետևանքներ տա կունենա, որովհետև լսել ենք նաև, որ Ադրբեջանը ցանկանում է փակել կամ հեռացնել Ադրբեջանից Կարմիր խաչի միջազգային կազմակերպությանը ՄԱԿ-ը, գրասենյակը։ Այդ տեսեք, ստեղ մի հետաքրքիր բան կա, էլի։ Սա կանխատեսելի էր, որ Ադրբեջանը այսպիսի քայլերի է գնալու եւ ընդհանրապես որ Ադրբեջանը օգտագործելու է Թրամփի գործոնը երկրի ներսում ավտորիտար համակարգը ավելի ամրապնդելու, այսպես ասենք, տարատեսակ հնարավոր ազդեցություններից, արտաքին ազդեցություններից փակվելու, չեզոքացնելու այդ ազդեցությունները, միջազգային տարբեր կառույցների, կազմակերպությունների դերակատարումը նվազեցնելու կամ ընդհանրապես վերացնելու առումով։ Հենց հենվելով Թրամփի այս փիլիսոփայության վրա։ Եվ տեսնում ենք, որ այո, այսօր այդ քաղաքականությունը վարում է Ալիևը։ Կներեք, պարոն Վարդանյան, ստեղ կա բայց դա Ալիևը անում է իր ավտորիտար ռեժիմը ամրապնդելու համար, թե նաև նախապատրաստում է պատերազմի, որովհետև Արտակ Զենյանը Ես հիմա այդ դրան էի ուզում, խնդրեմ։ Արտակ Զենյանը նշել էր, որ հնարավոր է սա Ադրբեջանը նախապատրաստական աշխատանքներ անում նախահարցակ կամ էսկալացիոն գործողություններ սկսելու համար, որովհետև այդպիսի մի process-ը 16 թվականի քարորիայի ժամանակ էր սկսվել եւ իրավապաշտպաններին էր չեզոքացրել, հիմա էլ միջազգային կազմակերպություններին է չեզոքացնում, որպեսզի սանձարսակի կերպով կարողանա իր քայլերն իրականացնել։ Տեսեք, մենք իհարկե չենք կարող բացառել նման սցենար, մանավանդ որ ունենք որոշակի նախադեպեր, այսինքն եւ ընդհանրապես որոշակի այսպես հռետորաբանություն, որը շատ համահունչ է օրինակ այն հռետորաբանությանը, որը Ռուսաստանն էր առաջ քաշում Ուկրաինայի հարձակվելուց առաջ, Ուկրաինայի վրա հարձակվելուց առաջ։ Բայց ինչու է ասում, այստեղ երկրորդ կոմպոնենտը կա, որ չգիտեմ հաշվի առել Ալիևը թե չէ, բայց կարծում եմ, որ այնուամենայնիվ պետք է որ հաշվի առնի Թրամփի դերակատարության Միացյալ Նահանգների դերակատարության Թրամփի կողմից Միացյալ Նահանգների դերակատարության փոփոխության այդ փիլիսոփայությունը, այդ գործողությունները չէ նշանակում, որ Թրամփը օրինակ միջազգային անվտանգության ապահովման տեսակետից տարբեր կոնֆլիկտների հետ կապված չեզոք կամ ընդհանրապես այսպես հետ քաշվողի դերակատարում է ստանձնելու։ Հակառակը մենք տեսնում ենք, որ Թրամփը տեսեք վերջի, այսինքն լավ ուզում է, չէ, կանգնեցնել պատերազմը։ Հիմա այլ բան, որ անընդունելի շատերի համար տարբերակներ է առաջ քաշում եւ այլն, բայց իր համար սա շատ կարեւոր է։ Այսինքն ինքը այնուամենայնիվ ճիշտ չի ասելը, որ Միացյալ Նահանգներին դիտարկում է որպես այսպես ուղղակի քաշված, հա, այդ ռուսերեն որ ասում են բանը, հա, մայախատը с краю ничего не знаю, այդ սկզբունքը չի այնուամենայնիվ։ Ինքը փորձելու է իր ազդեցությունը, Միացյալ Նահանգների ազդեցությունը օգտագործել բոլոր աշխարհամասերում, որպեսզի այդ կոնֆլիկտային օջախները նորից չբռնկվեն, որովհետև դա նորից չի նպաստում իր տեսլականին, դա չի նպաստում America First-ին, հասկանում եք։ Սա եւ պատերազմի կանգնեցնում այդ իր քարոզարշավի ասվածին։ Այո, նաեւ նոր պատերազմներ չեն։ Այո, նա նաեւ իր իմիջի համար։ Բայց պարոն Վարդանյան, արդյոք ինքը այս հայ-ադրբեջանական կոնֆլիկտը ընդունում է այդպեսին, ինչպեսին մենք։ Մեր համար որ դա պատերազմ է, դա կոնֆլիկտ է, դա տաք իրավիճակ է։ Իսկ օրինակ եթե մի շաբաթանոց պատերազմի բռնկվի այստեղ ու մարի Թրամփը կարող է ընդհանրապես չնկատի, որ այստեղ պատերազմ եղավ անցավ, ինչ-որ մեկ ինչ-որ բան գրավեց, թե չգրավեց։ Չէ, ինքը չի կարող չնկատել, որովհետև կամ չնկատելու տալ։ Նախ որովհետև իհարկե հիմա կարող ենք ասել, դե հիմա մի բան է ժամանակին ասել է, հիմա կարող է բան չանել, բայց ինքը օրինակ քննադատել է
նախկին վարչախմբին, հա, Բայդենի ադմինիստրացիային նրա համար, որ տեղի ունեցավ Ղարաբաղում էթնիկ զտում։ Բայց 20 թվականի պատերազմը եղավ ինքն նախագահը։ Այո, բայց այստեղ մի քիչ ուրիշ բան է, էլի, պատմությունն է, հա, այսպես ասենք, որովհետև հասկանում ենք, որ նաև այդ պատերազմը ուներ այնպիսի պարամետրներ, որոնք շատերին թույլ չէին տալիս, որ իրենք ավելի այսպես ակտիվ ներգրավեն որպես միջնորդներ կամ որպես քննադատներ, որովհետև պարզ է, չէ՞ ինչու։ Եվ նույնիսկ ժողովրդավարական տարբեր պետություններ, իհարկե խոշորները զերծ մնացին գնահատականներ տալուց, բայց մի շարք դեմոկրատական պետությունների ղեկավարներ կամ քաղաքական establishment-ի ներկայացուցիչներ, օրինակ Ադրբեջանի շնորհավորեցին, բայց ուժի կիրառումը նորմալիզացվեց։ Տեսեք, այո, բայց նրանք ասացին, որ տարածքային ամբողջականությունը ձեր վերականգնեցիք։ Բայց ուժով որևէ անընդունելի։ Այո, բայց տեսեք, իրենք ինչ համեմատություններ էին անում, ինչու այդպիսի հայտարարություններ արեցին։ Դեռ նրանք համատություն էին անում, օրինակ Ուկրաինայի кейսի հետ։ Ասում էին, որ դուք արեցիք այն, ինչը որ Ուկրաինան անում է եւ պետք է անի։ Այսինքն նրա տարածքային ամբողջականությունը խարխրված է, Ռուսաստանն է խախտել եւ մասով։ Այո, եւ ընդհանրապես նաեւ արևելյան ասենք, հա, շրջանների մասով, եւ Ուկրաինան իրավունք ունի ուժ կիրառել, որպեսզի վերականգնի իր տարածքային ամբողջականությունը։ Եվ նրանք ասում էին, այո, դուք ճիշտ է, լավ չեղավ, որովհետեւ կարծես թե բանակցություններ կար, բան եւ այլն, եւ ճիշտ կլներ, որ դիվանագիտական ճանապարհով այդ հարցը լուծել, բայց վերջի վերջո դուք վերականգնեցիք տարածքային ձեր ամբողջականությունը, այսպիսի փիլիսոփայությամբ էին շարժվում շատ հաճախ տարբեր ուրեմն պետությունների ներկայացուցիչներ, ժողովրդավարական, այդ թվում ժողովրդավարական պետությունների ներկայացուցիչներ, չմոռանանք նաև, որ Իրանի կողմից էլ է եղել որոշակի այսպես դրական վերաբերմունք, չէ, այսինքն այդ փաստը, որ տարածքային ամբողջականությունը Ադրբեջանի վերականգնվել է, շատերն են նշել, մի խոսքով։ Դրա համար այս առումով մենք պետք է տարանջատենք, հա, այսինքն այն ինչը որ հետո տեղի ունեցավ, այո, եւ նաև բնականաբար պետք է տարանջատենք Հայաստանի նկատմամբ հարձակումները դրանից։ Եվ գիտեք ինչ, այստեղ, այսինքն հնարավոր ձեր ասած տարբերակը կամ բոլոր նրանք, որոնք ասում են, որ Ադրբեջանը հիմա գործողություններ կարող է ռազմական անել, չէ, դա ինչ է նշանակելու։ Նշանակելու է ագրեսիա Հայաստանի Հանրապետության նկատմամբ։ Այստեղ կան եվրոպական դիտորդներ, առավել եւս, որոնք ֆիքսում են իրավիճակը, հա, եւ չի կարող Ադրբեջանը ասի, որ Հայաստանն է հարձակվել, գիտեք, մենք էլ ստիպված պաշտպանվում ենք։ Այո, չի կարող այդպես բանը։ Պրիմիտիվնի ուդար։ Այո։ Եվ իդեպ բայց փորձում են Ադրբեջանում այդ դիսկուրսը առաջ տանել, որ մենք տեսնում ենք, որ Հայաստանը ուզում է մեր վրա հարձակվել, որ արևմուտքն է ուզում վրա մեր հարձակվել, մենք կանխարգելի, այո, կարող ենք հարվածներ հասցնել։ Սա իհարկե մտահոգիչ է, սրա մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել միջազգային ասպարեզում եւ ցույց տալ, որ այսպիսի մոտեցումներ Ադրբեջանում կան եւ պետք է միանգամից այսպես կանխարգելել այդպիսի ռետորաբանությունը, բայց ես ուզում եմ ասել հետեւյալը, որ Ադրբեջանում այնուամենայնիվ հաշվարկ կա, որ եթե իրենք գնան ուժային ճանապարհով ինչ որ, չգիտեմ, իրենց համար խնդիրներ լուծելու, հա, օրինակ, չգիտեմ, եթե իրենք ցանկանում են, որ լինի այդ ճանապարհը, հա, չի ընդունվելու դա որևէ մեկի կողմից եւ շատ հավանական է, որ սանկցիաներ են կիրառվելու Եվրոպան որպես նաև առանձին խաղացող, այստեղ շատ ավելի բնականաբար խիստ կարող է դիրքորոշում ուրեմն որդեգրել եւ նաև Ադրբեջանը կախված է որոշ առումներով Եվրոպայից։ Դրա համար անհրաժեշտ է, որ Եվրոպայի հետ ինքը ունենա նորմալ տնտեսական հարաբերություններ, գիտենք, որ ուրեմն գազ է էներգետիկայի հարաբերություններ ունի եվրոպական մի շարք պետությունների հետ եւ Նաև իհարկե Միացյալ Նահանգների արձագանքը կլինի շատ կոշտ, կարծում եմ այս առումով, եւ ասի ես ինչ ես անում, այսինքն ես ջանքեր եմ գործադրում, որպեսզի կոնֆլիկտներ մարեն աշխարհում, դու նոր կոնֆլիկտ ես ստեղծում, դու ինչ որ սուվերեն պետության վրա հարձակում ես իրականացնում, այն էլ պետության, որը իմ հետ ռազմավարական ուրեմն հարաբերություններ ունի, հա, համագործակցություն կա։ Եվ սա իհարկե
այն դեպքում եմ ես ասում, որ դա գզսպի Ադրբեջանին եւ կարծում եմ, որ մինչ այս պահը հենց այս ամենն է նաեւ զսպել Ադրբեջանին, երբ որ Ադրբեջանի իշխանությունները ռացիոնալ վարք դրսևորեն։ Այո, բայց միգուցե չի բացառվում, այո, երբևէ որ մանավանդ ավտորիտար պետությունների պարագայում նաև հենց իրենց վնասող ոչ ռացիոնալ որոշակի վարքի ուրեմն դրսևորում, բնականաբար դրան պետք է պատրաստ լինել եւ կանխարգելել այն ամենայնիվ դա։ Եվ դրա համար էլ այստեղ շատ կարեւոր է նաև, գիտեք, որ Հայաստանը ինքը նախ բնականաբար որևէ առիթ չտա, որ հանկարծ ոչ ռացիոնալ ինչ որ, մտքեր, կայծեր, այո, առաջանան Ադրբեջանի ղեկավարության ուղեղներում եւ մյուս կողմից էլ պետք է ցույց տա միշտ, որ Հայաստանի հետ ավելի հենց Ադրբեջանի համար ավելի շահավետ է նորմալ հարաբերություններ ունենալը, քան հակառակը, որ ստեղից չկա որևէ ինչ որ, չգիտեմ, թշնամանք, այսինքն այո, վտանգ, որ ստեղից չեն հարվածելու Ադրբեջանին։ Ոչ Հայաստանը ինքն է հարվածելու, ոչ էլ Հայաստանը թույլ է տալու, որ որևէ մեկը հարվածի Ադրբեջանին, դա բացառվում է։ Պետք է այնուամենայնիվ Ադրբեջանում կան այդ համոզմունքի եւ դա բնականաբար էլի լրացուցիչ հանգամանք է, որպեսզի նրանք այդպիսի այսպես ավանտյուրարների, հնարավոր ավանտյուրարների չդիմեն։ Շնորհակալ եմ, պարոն Վարդանյան։ Ես եմ շնորհակալ։ CVKM-ի եթերում զրուցեցինք քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ, ցտեսություն կհանդիպենք։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել CVKM-ի YouTube-յան էջին։